Սիրելիներս ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, ինչպես եք, մենք մի լավ ծիծաղեցինք, վազեք ձեր մաքրեմ։ Մենք մի լավ ծիծաղեցինք հավեսով, որովհետև ավոկադոն ուզում էի նախապես մաքրեի, որպեսզի շատ արագ ստացվի տեսանյութը, այս կողմենկում, բայց հետաքրքիր բաներ եղան ու մի լավ ծիծաղեցինք։ Ինչպես եք կանկագիներս։ Այսօր ավոկադոյով շատ համեղ աղցան ենք պատրաստելու։ Այս աղցանը հաստատ դուք չեք պատրաստել, ես համոզված եմ, նորույթ է լինելու ձեր համար, որովհետև այս աղցանը ես կերել եմ իտալական ռեստորանում ու այնքան է դուրս եկել, չեք պատկերացնի։ Ավոկադոն կամ տրորում եք, կամ մանր կտրատում ենք։ Այդ ձևով ելնելու աշխատեք հասած ավոկադո ձեռք բերեք, որպեսզի համեղ լինի, համեղ ստացվի։ Հետաքրքիր ֆրույսի նման պետք է տրորեք, կամ էլ մանրացեք, ես կմանրացնեմ, ինքը միևնույն աղցանի մեջ հետո տրորվելու է։ Արդեն նշեցի, աշխատեք, որպեսզի ավոկադոն լինի լավ հասած, գերհասած, որպեսզի փափուկ լինի ու կարողանաք ձեր ուզած աղցանը ստանաք։ Հետաքրքիր աղցան է, սիրելիներ, անպայման կպատրաստեք, կփորձեք, իդեպ ավոկադոն շատ բարձր կալորիականություն ունի, բայց ունի շատ բարձր օգտակարության ցուցանիշ, այնպես որ անպայման օգտագործեք, որովհետև իր մեջ պարունակող յուղը, այսպես ասած, շատ օգտակար յուղերի դասին է պատկանում։ Այնպես որ իր մեջ պարունակող ճամպերը շատ օգտակար են, հանգիստ օգտագործեք։ Ավոկադոն այսպես փթռելով, մանր կտրատելով ավելացնում ենք ու անցնում ենք առաջ։ Հիմա հավի կրծքամիս, պետք է մանր կտրատենք, կամ կարող եք ծղան անել, ինչպես որ ուզում եք։ Սիրելիներ, հավի միսը, ցանկացած միս, հավի որ մասը ուզում եք լինի, լավ է փեք։ Երևի միակ միսն է, որ չի կարելի, նույնիսկ կիսահում ահավոր ձևով պետք է լավ է փեք, չգիտեմ ինչպես բացատրեմ, գոնե իր 80 աստիճանը պետք է ապահովեք, որովհետև ամենահեշտ թունավորող մսերից է, պարտադիր, լավ էփեք, հետո նոր օգտագործեք, նամանավանդ եթե տոներին եք պատրաստելու, որպեսզի ձեր հարազատների առողջությանը վնաս չտաք։ Ուրեմն, ավոկադոն 2 հատ փոքրիկ ավոկադո էր, փոքրիկ տեսակից էր, հավի կրծքամիսը մոտավորապես 150 գրամ էր, ունենք 200 գրամ պահածոյացված եգիպտացորեն և ունենք թունաձուկ, 1 տուփ թունաձուկ է, 1 տուփի նկատի ունեմ, այսպես պահածոները որ լինում է, փոքրիկ տուփ թունաձուկ է, շատ լավ համադրվում է, այսպես մանրացրեք, իր ձեթի մեջ պատրաստվածն է, ոչ թե նատուրալ ջրի մեջ, աշխատեք, որպեսզի ձեթի մեջ պատրաստվածը լինի, որպեսզի շատ համեղ լինի։ Երկու տեսակն էլ վաճառում են բնականաբար, բայց ձեթի մեջը ավելի համեղ է։ Հիմա մի լավ կխառնենք, շատ քիչ մաղադանոց ենք ավելացնում, որպեսզի փոքրիկ համ տա, համեմունքներից ընդամենը աղ և սև պղպեղ ենք ավելացնելու։ Մի փոքրիկ աղ ենք անելու, աղը ես միշտ քիչ եմ անում, եթե անհրաժեշտություն լինի, հետո կարող եք ավելացնել, որովհետև մայոնեզը արդեն աղի է, թունաձուկը արդեն աղի է, այսպես սև աղացած պղպեղ։ Հիմա այս ամբողջը մի լավ կխառնենք, շատ օգտակար աղցան է իդեպ։ Իհարկե մայոնեզը, որ ավելացնում ենք, օգտակարությունը անհետանում է, կարող եք թթվասեր ավելացնել, կամ էլ հենց այսպես ձեթ ավելացնել և անուշանել։ Մի փոքրիկ մայոնեզ, այսպես մի փոքրիկ այնպես ենք անում, որ ավոկադոն տրորվի, որպեսզի ավելի համեղ լինի։ Իդեպ այս աղցանը ես երբ որ համտեսել եմ ռեստորանում, ոչ թե այսպես ափսեով էր դրված, այլ տոստերի վրա, հացերի վրա, հացը կարմրացված, սիրուն ու իր վրա լցված էր այս աղցանը։ Այնքան շատ էի սիրել, չեք պատկերացնի, այնպես որ անպայման պատրաստեք։ Լցնում ենք մատուցվող ափսեի մեջ, կարող եք չորահացեր
կողքերով մատուցել, որպեսզի անուշանեք չորահացով։ Շատ համեղ է։ Յուրահատուկ է։ Անկեղծ եմ ասում, անպայման կպատրաստեք, կփորձեք ու կհամոզեք, որքան համեղ է, սիրելիներս։ Դա այսօր սենց էներգիայով է ու չի թողնում որ կարգին իմ տեսանյութերը վերջեցնեմ, բայց ոչինչ, այսպես ուրախ է անցնում մեր օրը, որի համար շատ ուրախ եմ։ Սիրելիներս, մի խոսքով պատրաստեք, անուշարեք, որովհետև ինքը շտապում է իմ աղջիկը, քննության շրջան է, շատ կարևոր քննություն ունի հանձնելու։ Ես իրեն այսպես բռնել եմ ու դրել եմ փողանոցում, ասում եմ պետք է նկարես, խանգարում եմ իմ աղջկան, բայց ոչինչ, ինքը շատ բարի է, ինձ օգնում է։ Հաջողություն բոլորին, սիրելիներս, պատրաստեք սիրով, պատրաստեք մեծ ուրախությամբ ու ամենակարևորը լավ տոների համար պատրաստեք, ուրախության համար պատրաստեք, կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Ողջույն թանկագիներս, տոնական աղցանների շարքը տեսանյութերի շարունակում է, ձեր համար համեղ աղցան եմ պատրաստելու այսօր, ովքեր որ սրանից առաջ տեսանյութերը դիտել են, արդեն ասել են, որ որոշել են մի քանի հատ աղցան այսպես նախապես պատրաստեն, որպեսզի դուք էլ շուտ կողնորոշվեք, իմանաք ինչ եք պատրաստելու։ Չէ, որ մենք հայերս տոներ շատ ենք սիրում, չէ, ուրախություն շատ ենք սիրում։ Ասում որ իտալացիներն են շատ սիրում, սուրբ ծննդյան տոններն իրենք շատ սիրում, ոչ թե նոր տարին, իրենք ավելի շատ սիրում են սուրբ ծննդյան տոնը։ Այնքան շուկով են պատրաստվում, այնքան ուրախ են պատրաստվում։ Ամենաանծանոթին էլ, որ ծանոթ են, բայց ամենավերջին անծանոթն են նվեր են պատրաստում, պատկերացնեք այդքան ուրախ են լինում։ Բոլորի նվերներով, հաճույքով, աշխատակազմով, ընտանիքով, ընկերներով, շատ մեծ շուկով իրենք նշում են։ Նոր տարին սովորական ուղղակի ընտրում են, հետո ժամը 12-ին չին-չին իրենց ձևերով ու վերջ։ Իհարկե երիտասարդները գնում են հետո ապարելու ու ուրախանալու, բայց այդ մի օրն է։ Հետո իրենց համար արդեն հետաքրքիր չի, մինչև ամսի 13-ը ուտել խմել չկա։ Իրենց մոտ այդպիսի բաներ չկա։ Մի փոքրիկ էսպես իրենց մասին։ Այնպես որ մենք ավելի շատ ուտելու մասին ենք մտածում, շատ բաներ պատրաստենք, համով բաներ, հյուրերը գալու են, լավ բաներ ունենանք, ճոխ սեղաններ ունենանք, ճիշտ է, առատությունը, լիությունը, ասենք տարին ինչպես սկսենք, այդպես լավ կլինի, դրա համար էլ մենք առատ ու լի հյուրասեր ազգ ենք, չէ՞։ Հիմա, այսօրվա աղցանը էլի հետաքրքիր աղցան է, գազար եմ քերիչով անցկացնում 3 հատ, 3 միջին չափի գազար եմ, անցկացնեմ ու անցնենք առաջ։ Այս աղցանի մեջ ամենաաշխատատար բանը գազարը քերիչով անցկացնելն ու ամբողջ այստեղ սենց գազար է յարել։ Մի խոսքով, գազարը ավելացնում ենք այն ամանի մեջ, որտեղ պատրաստում ենք ու անցնում ենք առաջ։ 3 հատ գազար է։ Տավարի միս ենք կտրատում, մոտավորապես մի 80 գրամի չափով է, փոքր չափով ենք պատրաստում աղցանը, որ տոնական օրերին շատ պատրաստենք, հիմա քիչ քանակությամբ եմ պատրաստում, ես այսօր մի 4-5 տեսակի աղցան եմ պատրաստելու, հյուրեր ունեմ, այնպես որ ինձ այսօր սա կբավականացնի։ Համեղ տավարի միս ընտրեք, որպեսզի աղցանը համեղ լինի, սիրելիներ, սովորաբար յուրաքանչյուր ուտեստ պատրաստելուց աշխատեք, որպեսզի բաղադրիչ ավելի լավ է քիչ պատրաստենք, բայց որակով ու համեղ ուտեստ պատրաստենք։ Լավ մթերք ձեռք բերեք, որպեսզի ուտեստը համեղ լինի ու ամենակարևորը օգտակար լինի։ Ուրեմն միսը ավելացնում ենք։ Սունկ ունեմ այստեղ, արդեն ինքը մանրացված է, ես երբ որ ձեռք եմ բերել, այսպես մանրացված տեսակն է, շամպինյոն տեսակն է, ձեթի մեջ է պատրաստված, բայց դուք սովորական ցանկացած
սունկ կարող եք օգտագործել։ Ես շամպինյոն տեսակն եմ սիրում, 1 տուփ է, մոտավորապես 280 գրամ սունկ կա այստեղ։ Ջուրը հանած, տուփի վրա այդպես է գրված։ Բայց մի քիչ շատ, մի քիչ չի խանգարում։ Այս աղցանը կկոչվի սունկով աղցան։ 100 գրամ կանաչ բոլոր։ Հիմա մի փոքրիկ 50 գրամի չափով ընկույզ ենք մանրացնում։ Այս աղցանի մեջ կարող եք սխտոր ավելացնել։ Ես սխտոր չեմ ավելացնի այսօր, որպեսզի սուր համ չունենա աղցանս, որովհետև հյուր եմ ունենալու, չգիտեմ, սխտոր սիրում եք, թե ոչ։ Եթե հասկանամ սխտոր սիրում է, այդ ժամանակ կարող եմ մի փոքրիկ սխտորի փոշի էլ ավելացնել, որովհետև իդեպ շատ համեղ է սխտորով։ Կարող եք հանգիստ ավելացնել։ Սա էլ էսպես։ Ունեմ մարինացված վարունգ, դա ենք կտրատելու, ինքս այսպես մաքրենք կողք քաշենք, չնայած մեր աղցանի մեջ է գնալու խնդիր չկա։ Այսպես խորանարդիկներ կանենք։ Հանկարծ քերիչով անց չկացնեք, որովհետև ինձ մի հետևորդուհի հարցրեց, մի հայուհի, կարող ենք վարունգը, թթու վարունգը, մարինացած վարունգը, որպեսզի ավելի համեղ լինի, քերիչով անցկացնել, խորհուրդ չեմ տալիս, որովհետև այնքան ջուր է դուրս տալիս, աղցանի մեջ ավելորդ ջուր է լինելու, այնպես որ խորհուրդ չեմ տալիս, շատ մանր արեք, եթե ուզում եք շատ մանր լինի, բայց քերիչով անցկացնելը հաստատ խորհուրդ չեմ տա։ Այս էլ վարունգը, իդեպ այսօր Անահիտին համոզել եմ, որ մի քիչ տեսանյութեր այսպես նկարենք, ինքը քննության շրջան է իր մոտ, շատ բարդ, բժշկականում գիտեք որքան բարդ է սովորելը, ամեն տեղ է բարդ սովորելը ու շատ կարևոր, բայց իմ աղջիկը այսպես իրեն զոհաբերում է իր մամայի համար, Ալիքի համար, նաև ձեր համար, որպեսզի համեղ ուտեստներ նկարենք։ Մի փոքրիկ մաղադանոց, շատ պետք չէ։ Այդ ենք ավելացնում, աղու սև պղպեղ ենք անելու, այսպես, ուրեմն սև պղպեղ։ Ես իմ տեսանյութերի մեջ միշտ ասում եմ, որ չեմ սիրում, երբ որ կարմիր պղպեղ եմ ավելացնում, արդեն գիտեք, գույնի համար։ Մի փոքրիկ աղ ու խառնում ենք։ Հիմա մի լավ կխառնենք, նախապես մինչև մայոնեզ ավելացնելը։ Նամանավանդ, որ գազար կա, մի լավ պետք է խառնենք։ Համ համերը կտարածվեն, համեմունքները կտարածվեն ու ավելի հեշտ կլինի։ Հիմա մայոնեզ ենք ավելացնում, մի 2 ճաշի գթալի չափով, շատ չավելացնեք։ Կարող է ես շատ ավելացրեցի, չգիտեմ, ուղղակի պետք է հիմա մի լավ խառնել։ Մայոնեզը ավելացնելուց կարող է ձեզ սկզբից թվա քիչ է։ Լավ խառնեք, հետո երբ որ կարիք լինի, էլի կավելացնեք։ Ես մի փոքրիկ էլ մայոնեզ ավելացրեցի։ Այսպես, սիրուն խառնում ենք։ Հիմա մատուցում ենք, տեսնենք ինչպիսի տեսք ունի, հետո էլ համտեսում ենք։ Ես ինչ համեղ եմ, ընտիր է սիրելներս, համոզված եմ, որ ձեզ էլ դուր կգա, անպայման կպատրաստեք, շատ համեղ, հետաքրքիր համելով, համոզված եմ, այ կպատրաստեք, ինձ էլ կգրեք, որ իմանամ պատրաստել եք, ձեզ դուր է եկել, թե ոչ, այնպես որ տոներին հաստատ այս աղցանը կլինի ձեր աղցաների շարքում, ես մրգերով, քաղցր սալորժա չրով կամ հատուկ չրեղենով աղցաններ ունեմ արդեն, նույնիսկ արձագանքներ եղան, որ ինչ աղցան, որ մեջը քաղցր բաներ կա, խնձոր, անանաս, այս կոմենքոմ, մոդայի հետևից եք ընկնում,
այդպիսի բաներ եղան մի քանի տարի առաջ, դե իմ ալիքը արդեն 6 տարվա պատմություն ունի։ Ամեն դեպքում ունեմ նաև այդպիսի աղցաններ, բայց շատ համեղ են իդեպ ասեմ, եթե ուզում եք հղումներ, ես յուրաքանչյուր աղցանի տակ շատ աղցանների հղումներ կդնեմ, նկարագրության բաժնում կարող եք այցելել ու դիտել սիրելիներս։ Դե ինչ հարգելիներս, պատրաստեք սիրով ու գեղեցիկ պատրաստեք, սիրով պատրաստեք, այն գաղտնի բաղադրիչը, որ միշտ ասում է, դա ձեր սերն է, դա ձեր ցանկությունն է։ Հաջողություն բոլորին, կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Ողջույն բոլորին, իմ սիրելի հետևորդները միշտ սպասում են, որ ես հերթական աղցանը պետք է պատրաստեմ։ Սա երևի հաջորդներից մեկն է, հետաքրքիր աղցան ենք պատրաստում կարմիր լոբով ու հավի կրծքամսով։ Շատ հետաքրքիր աղցան է, մնացեք իմ հետ, որպեսզի միասին պատրաստենք։ Սիրելիներս, իմ աղցանները, որ պատրաստում եմ այս օրերին, հատուկ ընտրված են բաղադրիչները, որ յուրահատուկ, ինչ-որ դժվար հայթայթող, այդպիսի աղցաններ չլինեն, հասարակ, համեղ, այդպիսի բաղադրիչներից եմ պատրաստում, որ կարող եք և ամենօրյա սովորական առիթներին, և մեծ առիթներին, և տոներին պատրաստել, երբ ուզում եք պատրաստեք կլինի։ Այնպես որ ես այդպես եմ ապրել այս անգամ։ Ուրեմն 4 հատ փոքրիկ կարտոֆիլ, շատ փոքրիկ այսպես կարտոֆիլներ եմ եփել, շատ չեփեք, թող ինքը մի փոքրիկ խրթ-խրթան մակերես ունենա, այսպես ասեմ, որ շատ էփած է լինում, գիտեք, հետո պյուրե է ստացվում աղցանի մեջ ու հաճելի չի ուտելը։ Ուրեմն, այսպես կարտոֆիլը կտրատում ենք անցնում առաջ։ Կարտոֆիլը գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ավելացնում միանգամից կարմիր լոբին, 1 տուփ կարմիր լոբի է, այսինքն մոտավորապես 300 գրամ եփված վիճակում, ոչ թե հում վիճակում, բայց մի քիչ ավել պակասը չի խանգարում, այնպես որ հանգիստ պատրաստեք։ Հավի կրծքամիս ունեմ 150 գրամ, դա ենք կտրատում, լավ եփեք, ես միշտ էլ նշում եմ, հավի միսը պետք է լավ եփել, համոզված եղեք, որ լավ եփված է, որպեսզի ձեր հարազատներին, բարեկամներին չցունավորեք։ Հավի կրծքամսով պատրաստվող աղցանները, երբ որ մարդիկ թունավորվում են, միշտ մեղքը մնացած սունկն է, այս մեկն է, ոչ, հենց հավն է, որտեղ որ հավ կա, միշտ հիշեք, պետք է լավ եփեք, դա շատ կարևոր է։ Այսպես, հավի միսը շատ մանր մի կտրատեք, որովհետև ինքը աղցանի մեջ միևնույնն է մանրանալու է, որովհետև կրծքամիսը շատ հեշտ է մանրանում։ Հիմա մարինացված վարունգ կամ թթու վարունգ, դուք ընտրեք որն եք սիրում կամ որը ունեք տանը։ Ես Երանի կտայի, որ տանը ունենա 2 տեսակներ, որպեսզի այսպիսի վարունգ վաճառեին Իտալիայում ու ես էլ ձեռք բերեի ու թթու դնեի, մարինատ անեի, չկա, այստեղ չեն վաճառում։ Ես էլ այսպես պատրաստին եմ ձեռք բերում, որ համեղ չի լինում, բայց ոչինչ, արդեն հարմար եմ։ Դամակս մի քիչ, այսպես մանրացնենք ու ավելացնենք աղցանը։ Այս էլ վարունգը ավելացնում ենք, այս աղցանի մեջ կանաչ, թարմ սոխ պետք է ավելացնենք, որովհետև յուրահատուկ է ստացվում։ Ուրեմն մի փոքրիկ սոխ, մի փոքրիկ էլ համեմ, այս աղցանի մեջ համեմ եմ սիրում, մանր կտրատում ենք։ Ես հիմա ձեզ ցույց կտամ այստեղի սոխը կանաչ, ինչպիսի տեսակ է լինում։ Ես հիմնականում տանը այգիում աճեցնում եմ, բայց դուք տեսեք ինչպիսի հետաքրքիր նուրբ է ու շատ նուրբ համ ունի, համեղ է լինում։ Սրանից չեմ բողոքում։ Էլի ինչ որ մի ձև կարելի է օգտվել։ Հիմա խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ խառնվեն,
Հետո համեմում ենք։ Իդեպ ես այստեղ սև պղպեղը շատ կարևոր է։ Մի քիչ առատ ավելացրեք, որովհետև շատ համեղ է։ Ես հենց տեղում եմ աղում, որպեսզի համն ու հոտը հրաշք լինի։ Մի փոքրիկ աղ եմ անում։ Էլի խառնում եմ ու ավելացնում ենք թթվասեր կամ մայոնեզ։ Ու էլի մի լավ խառնում ենք։ Այդ տեսնում եք, այսքան խառնում ենք, բայց աղցանի տեսքը չի կորում, որովհետև բաղադրիչները սիրուն գեղեցիկ ի նկատի ունեմ կարտոֆիլը շատ չեն կեփել։ Իդեպ ես լոբին մեկ տուփ է արդեն եփած վիճակում եմ ձեռք բերել, որպեսզի մի փոքրիկ լոբիի համար այդպես չդնեի, թրջեի, եփեի, հարմար է, արդեն եփած վիճակում վաճառում են, ճիշտ է ավելի օգտակար, երբ որ մենք տանում ենք եփում, խորհուրդ եմ տալիս այս տարբերակը, բայց հեշտությամբ արագ լինելու համար սա էլ է լավ տարբերակ։ Սա է մեր աղցանը, հիմա կմատուցենք։ Շատ լավն է։ Այստեղ կարող եք ընկույզ էլ ավելացնել կամ նուշի հատիկներ։ Շատ համեղ կլինի, խորհուրդ եմ տալիս, ես իմ սխալը կուղեմ, հաջորդ անգամ կավելացնեմ, բայց տանը ունեմ, կարող եմ էլի ավելացնել։ Դե ինձ սիրելիներս, շատ համեղ է, կպատրաստեք, օգտակար է ամենակարևորը, ոչ մի վնասակար բաղադրիչ չկա, բացի մայոնեզը կարող եք թթվասերով փոխարինել կամ քամած մածունով, դա էլ է հրաշք ստացում։ Այ խոստանում եմ առաջիկա օրերին պատրաստել նաև քամած մածունով շատ համեղ աղցաններ, տոնական աղցաններ, որ կարող եք հյուրասիրել ձեր ընկերներին եւ բարեկամներին, հարազատներին։ Դե ինձ սիրելիներս, անպայման պատրաստեք, անուշարեք, ինձ էլ կհիշեք, չմոռանաք։ Իսկ ես ձեզ բոլորին ուրախ ու երջանիկ օրեր եմ մաղթում։ Հաջողություն կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Սիրելիներս, ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևորդ, ինչպես եք թանկագիններս։ Գիտեք չէ, ես երբ որ սկսում եմ տեսանյութ նկարելը, արդեն պատկերացնում եմ, որքան հազարավոր մարդիկ են ինձ դիտում այդ պահը, հիմա ես պատկերացնում եմ, որ այդքան մարդ իմ հետ միասին պատրաստում են։ Էնպես որ ես տանը մենակ չեմ, հենց ձեր հետ եմ ու միասին պատրաստում ենք շատ համեղ աղցան։ Որոշել եմ այս ընթացքում մի քանի տեսակի աղցաններ պատրաստել, որպեսզի տոներն են մոտենում, շատ վերջին օրերով չպատրաստեմ, դուք էլ կողմնորոշվեք, ընտրեք այդ տեսականուց, իհարկե իմ ալիքում ունեմ բազմաթիվ տեսանյութեր շատ համեղ աղցանների, այնպես որ դուք էլ ընտրեք հերթով որն եք պատրաստելու, կողք դրեք, պահպանեք ու ամենակարևորը նախապես պատրաստեք, տեսեք համեղը, թե ոչ, հետո որ տոներին պատրաստեք։ Այսօր այս տեսակն ենք պատրաստելու, ես որ ասում եմ այսօր ես շատ աղցան եմ պատրաստելու, մի 4-5 տեսակի պատրաստելու եմ, բայց յուրաքանչյուրը մեկ տեսանյութի մեջ եմ անելու։ Առաջ մեկ տեսանյութի մեջ 2 հատ աղցան էի պատրաստում, շատ բողոքեցիք, որ առանձին դրեք, այդպես մոռանում ենք, չենք պահպանում, չենք հիշում։ Դրա համար ավելի լավ է փոքրիկ տեսանյութ լինի ու առանձին լինի։ Հեշտ հասարակ բաղադրիչներով այնպիսի բաղադրիչներ եմ ընտրել, որ մենք հայերս շատ ենք սիրում, տավարի միս, ընկույզ, եգիպտացորեն, թթու կամ մարինացված վարունգ, գազարը արդեն եփված, միսը եփված, եգիպտացորենը պահածոյացած վիճակում է, բայց ընթացքն է կարևոր, թե ինչպես ենք պատրաստելու։ Ուրեմն սկսում ենք մսից։ Միսը կամ կտրատեք կամ ծղան արեք, ես այստեղ սիրում եմ, որպեսզի միսը կտրատում եմ, ծղան չեմ սիրում այս աղցանի մեջ։ Նախապես էփեք, լավ միս վերցրեք, առողջ, համեղ, տավարի միս է։ Հորթի միս այդքան էլ խորհուրդ չեմ տալիս, մեծ տարիքով տավարի միսը ավելի համեղ է լինում, այնպես որ, ու մի փոքրիկ մեծ ենք կտրատում։ Ուրեմն յուրաքանչյուր աղցան ունի իր գլխավոր բաղադրիչը։ Այս աղցանի մեջ գլխավոր բաղադրիչը միսն է։
Որովհետև ասում ենք տավարի մսով աղցան, երբ որ վերնագիր ենք ընտրում, եթե ինչ-որ բաղադրիչ ես ընտրում, պետք է գլխավոր բաղադրիչը հենց լինի դա, այսինքն այս աղցանը կոչվում է տավարի մսով համեր աղցան։ Միսը կտրատեցինք։ Ես հիմա փոքրիկ չափաբաժնով եմ պատրաստում, որովհետև այսօր ես շատ աղցան եմ պատրաստելու, ճիշտ է հյուրեր եմ ունենալ, բայց մի քանի տեսակի աղցան արդեն բավական է, մեծ քանակությամբ իմաստ չունի, որ շատ չմնա հաջորդ օրերին, ձեզ եմ խորհուրդ տալիս փոքրիկ բաժիններով պատրաստեք, օրինակ միսը իմ մոտ ընդամենը 150 գրամ միս էր։ 1 տուփ եգիպտացորեն ունենք, դա ենք ավելացնում, ունեմ ընդամենը 3 հատ միջին, այսպես փոքրիկ չափի գազար, դա ենք հիմա կտրատելու, այսպես, հետո կարող ենք մի հատ էլ 4 մասի ենք բաժանում յուրաքանչյուր գազարը ու խորանարդիկների արագ կտրատում ենք։ Սա էլ այսպես։ Հիմա կտրատում ենք վարունգը։ Իմ մոտ մարինացված մարինադ է, մարինացված վարունգ է, ոչ թե թթու։ Իտալիայում լավ ընտրանի չկա, համեղ ընտրանի չկա, շատ ուժեղ քացախի հոտ եմ առնում այս վարունգներից, գոնե լավ է, որ ռուսական խանութներ կան, ոչ թե ռուսական, այլ խառը խանութներ կան, ուկրաինական, ռուսական, ռումինական բաներ են վաճառում, մի քիչ էլ մեր հայկական կոնյակից են վաճառում, բայց իսկականը չի։ Այնտեղից գոնե կարողանում եմ մի փոքրիկ մեր համերին համապատասխան մարինացված վարունգ վերցնել։ Հիմա երևի կասեք ինչու ինքներդ չեք դնում, որովհետև այստեղ այս փոքրիկ վարունգներից չեն վաճառում։ Դա էլ չեն վաճառում, որ ես օրինակ վերցնեմ ու մարինացնեմ։ Դա էլ չկա։ Այնպես որ օտար երկրում ապրելը այսպեսի բան է։ Սա էլ վարունգը։ Ավելացնում ենք աղցանին։ Իդեպ աղցանը մայոնեզով է, դուք կարող եք մայոնեզի փոխարեն ավելացնել նաև թթվասեր, բայց քանի որ իմ հյուրերի մեջ կա այնպիսի մարդ, որ ինքը կաթից ալերգիա ունի, դրա համար մայոնեզ եմ օգտագործելու, սովորաբար ես միշտ թթվասերով եմ պատրաստում յուրաքանչյուր աղցան օգտակարության համար իհարկե, բայց այս անգամ մայոնեզով եմ պատրաստելու։ Իհարկե ես ձեզ տեղեկացնում եմ, որ կարող եք օգտագործել նաև թթվասեր։ Մի 50 գրամի չափով էլ ընկույզ մանրացնում ենք, շատ մանր մի արեք, որովհետև ընկույզը պետք է լինի այսպես, մի քիչ խոշոր։ Մի քիչ մաղադանոս և կանաչ թարմ սոխ ենք կտրատում այս աղցանի մեջ։ Դուք կարող եք կանաչ սոխը օրինակ փոխարինել սխտորով, կարող եք մի փոքրիկ բջեղ սխտոր մանրացնել։ Շատ անուշ հետաքրքիր աղցան է։ Համեմունքներից ընդամենը աղ և սև պղպեղ։ Իդեպ ես ոչ մի տեսակի աղցանի մեջ չեմ սիրում կարմիր պղպեղը, ինչու չեմ սիրում, ոչ թե համային առումով, այլ տեսքի, աղցանի գույնը փոխվում է։ Իր գեղեցիկ գույնը չի պահպանվում, որովհետև կարմիր գույն է տալիս, նամանալ, եթե թթվասեր կամ մայոնեզ ենք օգտագործելու։ Ուրեմն հիմա այս աղցանը այսպես մի հատ առանց որևէ բան խառնելու, այսպես սիրուն բաղադրիչներ, լսեք ինչ գեղեցիկ գույն է, կարող եք հենց ձեթել ավելացնել, այսպես ուտել առանց մայոնեզի։ Ես ձեզ տարբերակները առաջարկում եմ, դուք հետո ընտրեք։ Աղ ենք անում, ես աղը մի քիչ եմ անելու, որովհետև արդեն բաղադրիչներից վարունգը աղ ունի, չեմ ուզում որպեսզի աղի լինի, սև պղպեղ, հենց թարմացած։ Երբ որ համեմունքները ավելացնում եք, մի լավ խառնեք, հետո վերջում նոր մայոնեզը ավելացրեք, որպեսզի համեմունքները ճիշտ բաշխված լինեն։ Եվ մայոնեզ։ 1 ճաշի, 2 ճաշի գթալի չափով։ Ես շատ չեմ ավելացնի։ Այսպես, ու հիմա կխառնենք։ Աղցանը պատրաստ է, հիմա կարելի է մատուցել և համտեսել, տեսնենք ինչպիսի համ ունի։ Հատուկ զարդարանքներ չեմ անում աղցաներին,
Եթե դուք ուզում եք զարդարել, իհարկե տոնական օրերին արժե գեղեցիկ զարդարել, սիրուն սեղան դնել։ Ես հիմա այսպես առօրյայի համար ուղղակի հյուրեր եմ ունենալու, սիրուն այսպես մատուցելու եմ, թար, համեղ աղցան։ Այսպես։ Խրթխրթան, համեղ, յուրահատուկ համեղ չունի, մեր սիրած աղցանների շարքին է պատկանելու, հաստատ համոզված եմ սիրելիներս, պատրաստեք, անուշ արեք, թող բոլորի համար երջանկություն լինի, յուրաքանչյուր օր, ու այդ երջանկության համար դուք համեղ ուտեստներ պատրաստեք։ Հաջողություն սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ իմ հետ եք պատրաստում եք, վստահում եք, կտեսնենք հաջորդ տեսանյութին թանկագիններս։